Տեսեք, քննչական գործողություններ են տեղի ունեցել եւ դրա մասին հաղորդագրություն է տարածվել։ Եվ ես այնքան եմ տեղակ, ինչքան որ դուք լրագրողներդ եւ հաղորդագրության մեջ ասվել է, թե ինչի հետ է կապված, իսկ թե այդ ընթացքում ինչի հետ է համընկել, ես ճիշտ ասած այդ ժամանակագրությունները ոչ պահել եմ, ոչ գիտեմ, դրա համար չեմ կարող ասել, թե համընկումներ կա, թե չկա։ Պարոն Մովսիսյան, կարելի է մեկ հարց։ Դուք արդեն հարց տվել եք։ Չէ, դուք հարց տվել եք։ Դուք տեսեք, հոց բազմություն։ տեսեք, բոլորը տեսեք, քանի դուք կարող եք ասել, քանի լրագրող է այստեղ կանգնած։ Չէ, չեմ հաշվել։ Մոտավորապես 10 հոգի։ 10 ես ուզում եմ որ բոլորիս ունեն այլ հարցը։ Դուք նորմալ եք համարում, ես հարցը ստամ, հա, իջան, սկսել էի արդեն։ Դուք նորմալ եք համարում, երբ որ մարդկանց քաղաքացիների տներում ժողովրդավարական երկրում տեղադրվում են տեսանյութեր եւ առանց իրենց համաձայնության տեսախցիկներ եւ առանց իրենց համաձայնության այդ տեսախցիկները հանրայնացվում են եւ այդ մարդիկ թիրախավորվում են։ Ես Դուք եւ նաեւ շարունակեք, լսեցի։ կցանկանաք, որ նույնը նաեւ ձեզ հետ տեղի ունենա։ Լսեցի ձեր հարցը։ Նախ ես ոնց որ թե հասկացա, որ տեսանյութի մասին եք ասում, ես իմ սիրողական գնահատականով կարող եմ ասել, ինձ թվաց, որ դա բավականին հին վիդեո էր, ես ամենայն դեպս իմ կարծիքով ես տենց հասկացա, հնարավոր է Անի ջան, իսկ ինչ եք խանգարում դուք ինձ։ Հա որ թվար կասեի ես, դուք ինձ մի հուշեք, ես ինչ ասեմ, էլի, որ թվար կասեի, դե մի խանգարեք։ Ինձ այդպես թվաց, որ հին վիդեո էր, բայց եւ այնպես ես բացառում եմ կառավարության իշխող թիմի մեր ուժային կառույցների կողմից, որ որևիցե միտեղ արվի օպերատիվ գործողություն եւ չլինի համապատասխան դատարանի որոշումը։ Այդ ամեն ինչը կարգավորվում է օրենքով եւ եթե դատանը թույլատվություն է տալիս, մնացածը արդեն իմ գնահատականը չի, իսկ այլ պարագայում, որ անօրինական ինչ-որ տեսանկարահանումը լինի կամ ձայնագրումը լինի, իհարկե դատապարտելի է, դատապարտում եմ, իսկ այդ տեսանյութի հետ կապված մեկնաբանություն չունեմ։ Դատարանը թույլ է տալիս մարդու խիստ անձնական կյանքը։ Ես մինչև վերջ մեր պայմանավորվածությունը պահելուն եմ կողմնակից ու պահելու եմ Պարոն Մովսիսյան, փաստը, որ այդ տեսանյութի բովանդակությունը մի որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը առաջինն է գրել իր Facebook-ում։ Ես գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը ունի բազմաթիվ տեղեկատվություն եւ մի մասը տալիս են համապատասխան գերատեսչությունների պաշտոն է, իսկ մի մասն էլ որոշ դեպքերում նույնիսկ ինձնից լավ մեր մարզում, մեր գյուղերում գիտի ինչա կատարում, որովհետև ակտիվ մեր ժողովուրդը նրան Facebook-յան էջով, նրան մեյլին տեղեկատվություններ են գրում եւ բավականին շատ ինֆորմացիա ունի եւ հիմնական մեծ մասն էլ ինֆորմացիայի մեր ժողովուրդն է նրան տալիս եւ լսեք, ես հարցին եմ պատասխանում եւ չգիտեմ թե վարչապետի ինֆորմացիան որտեղից է եղել, բայց ես գիտեմ, որ նրան ինֆորմացիաներ, տեղեկատվություններ տվողներ շատ կան թե պետական կառույցից, թե հենց մեր ժողովրդի մեջից։ Պարոն Մովսիսյան, ձեզ ԿՊ-ի կողմից հրահանգ տրվել է այսօր մասնակցել ստիպողաբար։ Իհարկե ոչ, ես արդեն ասացի, ես կատարել եմ իմ ընտրությունը, իսկ իմ ընտրությունը դա ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ կատարել եմ իմ ընտրությունը եւ գնալու եմ հայ առաքելական եկեղեցին ազատագրելու ճանապարհով եւ այսօր այստեղ եմ ոչ միայն Կիրակնորիա պատարագին, այլ նաեւ ի աջակցություն Տեր Արամի։ Ժողովուրդը ասում է, բա այս իշխանություններից երբ ենք մեր երկիրը ազատագրելու։ Ես չհասկացա ձեր հարցը, որովհետև երկուսին միաժամանակ եք խոսում։ Որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ամեն Կիրակի որ հարցը Կիրակնորիա պատասխանում, պարոն Մովսիսյան։ Եթե նկատել եք, ես չեմ շեղվել մեր պայմանավորվածությունից, բայց կներեք ձեր հարցը չլսեցի, որովհետև Որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ մասնակցում եք ամեն Կիրակի պատարագին։ ոչ ամեն Կիրակի չեմ մասնակցում։ Այսօր ամեն Կիրակի չեմ մասնակցում, բայց ամսվա մեջ մի քանի անգամ եթե ստացվում է մասնակցում եմ, իսկ այսօր մասնակցում եմ, որովհետև թե Տեր Արամը տեղեկացրել է, որ այսօր պատարագ է լինելու եւ ես ասեցի, որ արդեն ոչ միայն պատարագի եմ մասնակցում, այլ ի աջակցություն։ Ես մի ճշտում ունեմ անելու։
Ասացիք, որ ովքեր որ կարգալույծ արվեն, դուք կկանգնեք նրանց կողքին։ Այո, այդպեսի Ոչ, հայտարարություն։ նման բան չասեցի ես ասեցի, ես ոչ թե մեր մարզումը, մեր Օհանավան գյուղում է, դրա համար եմ այսօր այստեղ, այլ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում կլինեմ, եթե մեր հոգևորականները վեր կանգնեն իրենց վախերից եւ բարձրաձայնեն այն առատավոր երևույթները, որը որ առատավորում է մեր առաքելական սուրբ եկեղեցին։ Բա որ քահանաներին տարել էին ժամերով Դուք հարց պահել տվել եք էին արդեն, քննչականում, ինչու այդ ժամանակ Դուք իրենց հարց տվել եք, կողքին ես- չէին։ Այստեղ կարա հարյուրավոր հարցեր լինի, բայց հարյուրավոր Ես ժողովուրդ ջան, ես նոր հարցի կպատասխանեմ, եթե նոր մարդ կա տող, եթե չէ, ես բոլորիդ ցանկանում եմ լավ օր, Պարոն Մարզպետ, որովհետև մի քանի հարցեր կան, որոնք մնում են։ Օրինակ դուք ասում եք այստեղ բազմաթիվ մարդիկ հավաքում են իրենց աջակցությունը եւ նշում եք որ համայնքը զորավոր է։ Բայց երբ նույն համայնքը օրինակ Սյունիքում սենց անենք, դուք էլ եք հարց տվել։ Նիկոլ Եկեք սենց անենք, երեք վերջին հարց, երեք հարց, եթե կան նոր հարց տվողներ։ Նարեկի հարցին Իմ հարցը, պատասխան։ եթե չկա, ես հարցը Լսում համայնք եմ, ասում է որ համայնքը զորավոր է, դուք էլ նշում եք որ բազմաթիվ քաղաքացիներ, հա, բայց նույն տրամաբանության երբ նույն համայնքը զորավոր էր Սյունիքում, հիշում եք իր ձև Սյունյաց ողջույն էին ասում, Նիկոլ Փաշինյան դիմավորում էին, ամբողջ համակարգ իրավաբանների ջարդելով, շրելով այդ մարդկանց բերման ենթարկեցին, այդ ժամանակ եւ այսօր այս համեմատականները ձեզ համար ո՞նց արին, որ մի դեպքում համայնքը զորավոր չէ, այս դեպքում զորավոր է։ Եվ լրացում որպես այդպեսին, որ ասում եք այստեղ հավաքվում են, հենց այս պահին Մայրաթորում հազարավոր քաղաքացիներ հավաքվում են ի աջակցություն Մայրաթորի հոգեվորականներին։ Երկուսին խնդրեմ կարճ։ Երկու հարց եղավ, կպատասխանեմ առաջին հարցին։ Սյունիքի դեպքերը ես շատ լավ հիշում եմ, ես ազգային ժողովի падգամավոր էի այդ ժամանակ։ Սյունիքի դեպքերը որոշ սրիկաների կողմից կազմակերպված դեպքեր եւ այդ կազմակերպված սադրանքը պարզ դարձավ, հենց կոտրվեց այդ ամեն ինչը հենց այն ժամանակ, երբ որ Պարոն վարչապետը գնաց եւ սյունեցիները շատ ջերմ ընդունեցին իրեն եւ այն մարդիկ ովքեր որ փողով կազմակերպված սադրել էին չկարողացան հասնել իրենց նպատակին նույնիսկ ես հիշում եմ ազգային ժողովը այն ժամանակ ես հարցազրույց եմ տվել եւ ասել եմ որ եթե ես էլ ցանկանայի այլ մարդ գար մեր մարզ կարող էի 4-5 հոգի 6 հոգի կազմակերպեի եւ նման տգեղ չնայած դա իմ դաստիարակությունը թույլ չէր տա, բայց նման երևույթ կարելի էր կազմակերպել։ Եվ Սյունիքի մասով այդքանը կարող եմ ասել, իսկ հաջորդ հարցի հետ կապված արդեն երկրորդ հարցնա չեմ պատասխանել։ Պարոն Ավսիսյան, դուք նույնպես նշեցիք տարածող տեղեկությունները կաթողիկոսի հետ կապված, ուզում եմ հասկանալ արդյոք դուք ունեք փաստեր կամ եթե կան փաստեր արդյոք դուք ծանոթացել եք դրանց։ Ոչ մի փաստի ծանոթ չեմ, բայց եթե արված է երկար ժամանակ հարց է բարձրացած եւ եթե հարցին չեն հերքում, չեն ասում, որ չի համապատասխանում իրականությանը, որոշ ժամանակ հետո դու կարողանում ես ենթադրություն անել, որ դա իրողություն է։ Այդ տրամաբանությամբ եմ ես հիմա իմ կարծիքներն ասում, իսկ որպես այդպիսին փաստ ես չունեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։